Եկեք հիշենք այսօր ինչ օր է, դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, եւ այսօրը մենք արձանագրում ենք միջազգային հանրության տոտալ պոֆիգիզմը, կներեք այս նշանի համար, դիմավորում ենք Մարդու իրավունքների պաշտպանության օրը միջազգային հանրության տոտալ պոֆիգիզմով Հայաստանում տեղի ունեցողի բռնաճնշումների վերաբերյալ։ Այսօր մի քանի տասնյակ մենք քաղաքական կալանավորներ ունենք, մենք ունենք սրբազաններ կալանավորված, որոնցից երկուսի վիճակը միջազգային բոլոր կոնվենցիաներով, որի տակ ստորագրել է Հայաստանը, նրանց առողջական վիճակը, նրանց հիվանդությունները եւ մասնավորապես Միքայել Սրբազանի այնպիսին են, որոնք անհամատեղելի են կալանքը որպես խափանման միջոց կրելու հետ, բայց մենք շարունակում ենք տեսնել արդարադատության նախարարի սենց ջոկոնդայի ժպիտը, ով նույնիսկ հերքում իր ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հաստատությանը, ով տվել էր եզրակացություն, որ Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի եւ հայտարարում ազգային ժողովում, որ չկա այնպիսի հրատապ խնդիր Միքայել Սրբազանի հետ կապված։ Մենք տեսնում ենք, այսօր մենք հավաքվել ենք, ահա, մենք տեսնում ենք, այստեղ նաեւ ես ուզում եմ, որ մենք այս ճաղավանդակը տեսնենք խոսքի ազատության համար, ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյային արձագանքելու համար այսօր ազատությունից զրկված են մեդիա գործիչներ, մեծ լսարան ունեցող մեդիա գործիչներ, եւ եկեք մի պահ վերադառնանք, ասենք 2017 թվական եւ պատկերացնենք միջազգային հանրությանը, ես հիմա քնքշորեն կդիմեմ Նիկոլի լեքսիկոնով եվրոյոնջաների, չնեղանաք, Նիկոլն ա ձեզ ասեր եվրոյոնջաները ինչպես կարձագանքեին, եթե հետույք բարի համար, օրինակ, այն խմբագրությունում, որտեղ ես եմ աշխատել հայկական ժամանակում, ինձ կամ Նիկոլին կամ որևէ մեկին տանեին եւ կալանավորեին, ասեմ ինչ կլիներ, այս հիմա կնկարագրեմ ինչ կլիներ, չարտերային ռեյսով անմիջապես Հայաստան կգային մոնիտորինգի հարցով Հայաստանի համազեկուցողները, Հայաստանին Եվրոպայի խորհրդում կասեին ձեզ զրկում ենք ձայնի իրավունքից, մոնիտորինգի հանձնաժողովը 5 հատ զեկույց կհրապարակեր, որ Հայաստանում ոտնահարվում է խոսքի ազատությունը, Սվիտարսկին էլ այստեղ պարկած կլներ եւ իր հերթական գրքի համար նյութ կնախապատրաստեր։ Ես կրկնում եմ, այսօր Հայաստանում հաստատված բռնապետությունա մի ակտիվիստի, տալիս եմ անունը, Թորգոմ Տեր-Մկրտչյան, կանչել են Արարատի ոստիկանություն, ուշաթափվեք պատճառը, ասել են դու լայքել ես ինչ որ մի քաղաքացու գրառումը, այդ քաղաքացու գրառման մեջ մենք սպառնալիք ենք տեսել իշխանության հասցեին, դու կիսում ես այդ սպառնալիքի պատասխանատվությունը, դուք պատկերացնում եք, ես չգիտեմ, Իոնեսկուն գերեզմանում այս աբսուրդի թատրոնից 1000 անգամ շուռ կգար։